ինչպես է ստացվում, նախապես տեղյակ էին պահել ու առասարակ ինչ են անում Ոչ, իհարկե տեղյակ չէին պահել, սա առավոտյան եկել են միանգամից դատարանի որոշումը ձեռքների։ Ես այդ պահին իմ գրասենյակում չեմ եղել, կրիչ են մտցրել իմ համակարգչի մեջ եւ ես չգիտեմ այնտեղ ինչ են կամ ավելացրել կամ վերցրել, այս պահին իմ աշխատակազմի բոլորի հեռախոսները վերցրել են։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մենք ունենք խնդրահարույց դեպք, որ մեր լրագրողներից մեկը միակ կապի միջոցը իր ընտանիքի հետ այդ հեռախոսն է եւ այդ հեռախոսը իրենք ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որ այդ աղջիկը շփվի իր ընտանիքի անդամների հետ, իր մայրիկի հետ կոնկրետ, այնտեղ բավականին ծանր հոգեհուզական պահ է այս պահին, որովհետեւ ինքը համաձայն է հենց այս պահին էլ տա լոգին պարոլ ստուգել նայեն, վերադարձնեն իր հեռախոսը, սակայն փաստորեն չեն տրամադրել։ Իմ հեռախոսի իմ համակարգիչը եւս արդեն տարել են, վերցրել են իրենց մոտ, միայն կարող եմ ասել, որ սա ազատ խոսքի դեմ արշավ է, սա հաջորդել է այն բանավեճին, որ տեղի ունեցավ գիշերը ՀՄԿ-ի եթերում, եւ սա միայն քաղաքական է, քաղաքականությունն է թելադրել այս մեդիայի դեմ մեր այս արշավը եւ Փաշինյանը այսպես ասած այնտեղ ունենալով բավականին անհաջողություններ արդեն դուրս եկավ մեդիայի դեմ։ Մեկ տարի չկա որ ձեր լրատվամիջոցը։ Այո, մենք դեռ մեկ տարի չկանք, բայց արդեն հասցրել ենք մեր ուրույնները ունենալ մեդիա դաշտում եւ այսպես ասած ոսկորեինք ԿՊԱ-ական իշխանության կողորտին, բայց փաստորեն ընտրություններից առաջ կասեցնում են, պարալիզացնում են մեր աշխատանքը։